Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան 2019 թվականի մայիսի 20։ Փոքրաթիվ քաղաքացիներ շրջափակել են դատարանի շենքը, փաստացի արգելափակելով դատարանի բնականոն գործունեությունը, ինչպես նաև դատավորների մուտքն ու ելքը։ Նույն պատկերն այդ օրը արձանագրվեց նաև Հայաստանի մյուս դատարանների մոտ։ Դեպքին նախորդող օրը Նիկոլ Փաշինյանը հրապարակային կոչ էր արել քաղաքացիներին 8:30-ին դուխով գնալ եւ շրջափակել դատարանների շենքերը։ Ինձ խամաճիկային դատարան պետք չի։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։ Իր այդ հակասահմանադրական կոչը լեգիտիմացնելու համար նա հայտարարում էր, թե տեղի ունեցողը բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության էությունից եւ համապատասխանում է միջազգային իրավունքի տառին։ Եվ մենք պետք է գործենք միջազգային իրավունքի տառին համապատասխան եւ մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալ։ Մինչդեռ միջազգային իրավունքի եւ սահմանադրական իրավունքի տեսանկյունից դատարանների շրջափակումը լեգիտիմ գործողություն չի կարող համարվել երբեք։ Տեղի ունեցածը հակասահմանադրական քայլ էր, որը կոպտորեն խախտում էր իշխանությունների տարանջատման եւ դատարանների անկախության հիմնարար սկզբունքները։ Փաշինյանը ներկայացնում էր գործընթացը որպես պայքար անկախ, ոչ խամաճիկային դատարաններ ունենալու համար, սակայն ընտրված մեթոդը հենց սկզբից բացահայտում էր իրական նպատակը։ Նույն օրը դատարաններ այցելելով կրկին քաջալերում էր նա հավաքված մարդկանց։ Ժամանակը ցույց տվեց, սա ոչ թե դատական համակարգի ազատագրման, այլ այն քաղաքական իշխանության կամքին ենթարկեցնելու փորձ էր։ Սա պայքար չէր խամաճիկային դատարանների դեմ, այլ ճիշտ հակառակը, սա փորձ էր դատարանները համալրելու նիկոլական խամաճիկներով։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի ոչ թե անկախ դատական համակարգ, այլ Փաշինյանին ենթակա։ Լուծեց դատական համակարգի խնդիրը Փաշինյանը։ Այո, լիովին։ Այսօր Հայաստանում կա դատական համակարգ, որը ցանկացած անձի նկատմամբ անկախ փաստական հանգամանքներից կարող է կայացնել ազատությունից զրկելու որոշում, մեկ SMS-ային հաղորդագրություն, մեկ քաղաքական ազդակ եւ դատարանը կանի այն, ինչ սպասում է, ինչ ուզում է իշխանությունը։ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ եւ սա է դատական համակարգի խորը հիվանդության ապացույցը։ Քաղաքական դրդապատճառներով մարդկանց ազատությունից զրկել հնարավոր է միայն այն դեպքում, երբ դատարանը դադարում է լինել անկախ եւ վերածվում է իշխանության կամքը սպասարկող գործիքի։ Ինչ ստացավ հեղափոխությանը մասնակցած քաղաքացին այս գործընթացից։ Եթե նախկինում դատարանները աներկբա ենթարկվում էին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ապա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դրանից ինչ շահեց այն քաղաքացին, որը գուցե միամտորեն հավատում էր, թե ականատես է լինելու անկախ դատական համակարգի ձևավորմանը եւ որ ինքը հեղափոխությամբ կկապիտալիզացնի իր այդ սպասելիքները։ Քաղաքացին ոչինչ չստացավ, սա է իրականությունը։ Սա է 2019 թվականի դատարանների շրջափակմամբ սկսված գործընթացի տրամաբանական ավարտը։ Տարիներ անց հիմա, երբ խոսք է գնում արդարադատության մասին, Փաշինյանն այլևս չի առաջարկում կոնկրետ լուծումներ, այլ անցնում է վերացական, մանիպուլյատիվ ձևակերպումների։ Օրեր առաջ նա հայտարարեց, անհրաժեշտ է խորանալ եւ հասկանալ արդարադատության հայեցակարգային հիմքերը, ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչ է մեր հանրային ընկալումը։ Արդարադատությունը ներկայացնում է որպես խիստ մշուշոտ, փիլիսոփայական մի հարց։ Գիտեք, բոլորը պահանջում են արդարություն եւ բոլորը պահանջում են արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են, որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Դատարանների հետ 2019 թվականին կիրառված նույն սցենարը այսօր կրկնվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Նախ ձևավորվում է կեղծ հանրային օրակարգ, իբր հասարակությանը չափազանց հետաքրքրում է եկեղեցու այսպես կոչված բարենորոգումը, այնուհետև ՔՊ-ական փոքրաթիվ խմբակը, թաղային խուժանը, ոստիկանների եւ ԱԱԾ-ականների հովանու ներքո շրջափակում են եկեղեցիները եւ հանդես գալիս որպես ինքնահռչակ բարեփոխիչներ։ Եվ ինչպես դատարանների պարագայում այս դեպքում եւս իշխանությունը այս խմբերին ներկայացնում է որպես հանրային հզոր պահանջ ունեցող զանգված։ Այս խմբերի անվան տակ գեներացվում են գործընթացներ, լեգիտիմացվում են հակաօրինական ու հակասահմանադրական քայլեր, որոնք հետո մատուցվում են որպես հասարակական պահանջի իբր բնական արդյունք։
Իրականում կրկին գործ ունենք հակասահմանադրական եւ միջազգային իրավունքի նորմերին հակասող գործընթացի հետ։ Այս գործընթացն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացարձակ ոչինչ չի տալու։ Քաղաքացիական պայմանագրի խմբակին տալու է։ Նրանք անգամ պատերազմն ու հետպատերազմական իրողություններն են մոնետիզացնում, հայտարարելով, թե քանի որ խաղաղություն են բերել, ուրեմն իրենց պետք է դրա համար պարգևատրել միլիոններով։ Այս դեպքում էլ իշխանության իրական ցանկությունը կրկին պարզ է՝ ունենալ իրեն ենթակա հայ առաքելական եկեղեցի, որը չի հնչեցնի իշխանությանը ոչ հաճելի քարոզներ, որի հոգևորականները չեն անի անհարմար հայտարարություններ եւ որը վտանգավոր հարցեր չի բարձրացնի հասարակության համար ճակատագրական պահերին։ Այլ կերպ ասած, նպատակն է ունենալ հպատակ կառույց հոգևոր հանդերձանքով։ Դատարանները լրացվեցին, որպեսզի չդիմադրեն։ Այսօր հերթը եկեղեցունն է, նույն տրամաբանությամբ։ Իշխանության համար վտանգավոր է ցանկացած ինստիտուտ, որը տարանջատված է իշխանությունից անկախ է եւ եկեղեցու պարագայում ունի նաեւ հանրային վստահություն։ Ուստի նպատակն ընդամենը մեկն է՝ պահել իշխանությունը եւ չթույլատրել երկրում որևէ ինքնուրույն կենտրոնի գոյություն։ Այսօր այսքանը, կհանդիպենք